Ազգային ժողովի հարգելի փոխոստակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Քիչ առաջ այստեղից պարոն Գեղամ Մանուկյանն ասում էր մենք դեռ գալու ենք, ուզում եմ իրեն ասել, պարոն Մանուկյան, դու արդեն գնում եք։ Դուք 2018-ին մենք էինք բերել, հիմա էլ արդեն գնում եք։ Ուղղակի տեղերը երևի շփոթել եք։ Ես պարոն Հակոբյան ջան, ես ճիշտ ասած իմ համար մեծ պատիվ է այստեղ ձեզ տեսնել, ոչ թե այս քննարկման իմաստով, այլ ձեր հետ շփվել, որպես մտավորական, որպես գրող։ Ես մի քանի հարցի անդրադառնամ, հետո այս թեմայով կխոսենք։ Ես նաև ուզում եմ էլի խոսել այն երեխայի մասին, ում որ սովորացնում էր մի տղա, որ ըստ խոսակցության մակարդակի դաշնակցական էր, որ պետքա վարչապետի վիզը կտրի եւ այլ եւ այլ։ Ես հասկանում եմ, որ ձեր կուսակցությունը այդքան թոքեր չունի մարդու վիզ կտրի, բայց դա բռնության կոչ է եւ դա միանշանակ դատապարտելի է եւ հուսով եմ, որ դուք այդքան բռնության կոչը դատապարտողների ջատագովներից եք, կուզենամ այստեղից լսել ձեր խոսքը եւ ուզում եմ մի հարցի անդրադառնալ, այստեղ կանչել եք պարոն Հակոբյանին, պարոն Հակոբ Մովսեսին, ով իմ կարծիքով ձեր շատ կուսակցականներից շատ ավելի լավ գիտի ձեր պատմությունը, մի դասախոս ունեի, ասում էր բիզնեսի իմաստով, երբ դիմացինդ գիտի քո բիզնեսի բոլոր գաղտնիքները կամ բոլոր պատմությունները, փորձի իրեն կոնկուրենտ չդառնալ, հիմա այս մարդին բերեք կանչել եք ստեղ, հարցադրումներ եք անում, ես մտածում եմ վաղը մյուս օր, որ երիտասարդներ ուզեք ընդգրկել ձեր կուսակցության ցանկում, ոնց եք ընդգրկելու ես, ելույթը կմիացնեն, կնայեն, ձեր մասին կարծիք կկազմեն, ու չեմ կարծում, որ 1-2 մարդ ավել կլինի։ Ես ուզում եմ պարոն Հակոբյան ձեզ խնդրել, եթե ժամանակ կունենաք մի օր գիրք գրելու, գրեք այսօրվա մասին, մի գիրք գրեք մեր մասին եւ երկրորդ գիրքը մեր մասին ասելով տվյալ պահի իշխանության եւ երկրորդ գիրքը գրեք կարմիր էջով, կարմիր թերթով, կարմիր քաղաքական ոչնչացվող տեսակների, մտքի տեսակների, քաղաքական ոչնչացվող կուսակցությունների, քաղաքական ոչնչացվող քաղաքական գործիչների մասին, օրինակ, որ այդ գիրքը գրելուց կլնեք, մի պատմական բան տեղի ունեցավ մի քանի օր առաջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահներ Հայաստան եկել, միակ ամենաբարձր պաշտոնյան, որ վերջի տարիներին եկել էր Հայաստան, եւ այնտեղ վարչապետի հետ հանդիպում տեղի ունեցավ, որտեղ պարոն Վենսը բազմաթիվ հարցերում աջակցություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին, ճիշտ է, այնտեղ ուզում էին մանիպուլացնել։ Այդ գրքի մեջ կգրեք, որ Հայաստանում եկել էր մի հատ իշխանություն, խաղաղություն էր բերել Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունը դարձել էր ինքնիշխան, ժողովրդավար, կոռուպցիոն դրսևորումներից անկախ, կոռուպցիոն դրսևորումներին դեմ, եկել էր մի հատ իշխանություն, որ վարչապետի դղյակը երեխեքի դպրոցներ, եկել էր մի իշխանություն, որ վարչապետի դղյակը մանկապարտեզներ, որ պետք է երեխեք սովորեին, եկել էր մի իշխանություն, որ Հայաստանի որ վարչապետը կամ падգամավորները կամ նախարարներն օլիգարխ չէին, եկել էր մի նախարարություն, մի կառավարություն, ովքեր փորձում էին մեր Հայաստանի Հանրապետության բնակչության մասին լիրավ մտածել եւ Հայաստանի օրինակ տարեց մարդկանց բուժումը սարքել անվճար, բայց դրան զուգահեռ կար մի ուրիշ իրականություն, կար մի կուսակցություն եւ այդ կուսակցությունը փորձում էր դեմ կանգնել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, փորձում էր բռնության կոչեր իրականացնողներին, ահաբեկչություն իրականացնողներին փորձում էր պաշտպանել, փորձում էր արդարացնել իրենց արածները։ Այդ կուսակցության մի նախկին, եթե իրենք ասում են նախկին, բայց իրենք ասում են մեզնից նախկին չի եղել, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին այս դահլիճում գնդակահարեց Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին։ Մի կուսակցություն, տեսեք, այս պատմությունը ինչի համար եմ ուզում դուք գրեք, որտեվ հիմա տեսեք, մեր սերունդներին հրամցնում են, որ նախկին ժամանակներում այսպես ա եղել, նենց ա եղել, մենք հայրենասեր ենք եղել եւ այլն, հիմա Աստծուն փառք կա տեսա նկարահանման հնարավորություն ու այս հոլովակները կպահպանվեն, որ գոնե առնվազն վերջի 100 տարիների ընթացքում չպատմեն, օրինակ, եթե իմ երեխան գա ինձ հարցնի, ես չեմ պատմելու, ձեր ելույթը միացնելու եմ, ասելու եմ նայի իրաց մասին ամեն ինչ ասված է։ Ես ուզում եմ ասել, որ եթե դուք
մեզ քննադատած ըստ էության ձեր խոսքը ձեր միտքը ասած լինեիք, վստահաբար հիմա այստեղ մեզ կասեին, որ այ դուք բոլոր մտավորականներին դեմ եք, բոլոր գիտնականներին, գրողներին եւ այլ, մի անպա գորգոր ելույթ էստեղից կհնչեր, բայց քանի որ դուք ասել եք իմ կարծիքով իրականությունը, այստեղ ընդդիմությունը փորձում է ձեզ քննադատել։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր կոչ եմ անում ձեզ եւ ես լսեցի ձեզ նաեւ որ դուք ասեցիք ես որոցե քաղաքական հայտարարություն չեմ արել, այլ իմ մտածածն եմ ասել, ես կոչ եմ անում ձեզ ասելուց նաեւ ձեր պաշտոնը, ձեր կարգավիճակը հասկանալով փորձեք այդ տիրույթում խոսել, բայց ամեն դեպքում ես դեմ եմ քվեարկելու ընդդիմության բերած առաջարկին։ Շնորհակալություն։